Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ սեպտեմբերի 15-ին եւս մեկ մահափորձ է տեղի ունեցել, երբ նա Ֆլորիդայում գտնվող իր գոլֆի դաշտում գոլֆ էր խաղում։ Գաղտնի ծառայության գործակալները կասկածյալի ինքնաձիգի փողը նկատել են թփերում Թրամփի խաղալու վայրից 360-ից 460 մետր հեռավորության վրա։ Նրա ուղղությամբ մի քանի անգամ կրակել են եւ կասկածյալը դեպքի վայրից փախել է Nissan Magnishի մեքենայով, այնտեղ թողնելով AK-47 տեսակի ինքնաձիգ եւ որոշ այլ իրեր։ Ականատեսներից մեկը տեսել է հրաձիգին եւ նկարել նրա ավտոմեքենան ու պետհամարանիշը ոստիկանությունը նրան ձերբակալել է գոլֆի դաշտից 65 կիլոմետր հեռավորության վրա։ Վկայակոչելով պաշտոնյաների, որոնց անունը չի նշվում, CNN-ը, Fox News-ը եւ The New York Times-ը հայտնել են, որ կասկածյալը 58-ամյա Ռայան Ուելսին է Հավայից։ Հետախուզության դաշնային բյուրոն հրաժարվել է մեկնաբանություն տալ հանրապետական սենատոր Լինսի Գրեհմը The New York Times-ին հայտնել է, որ խոսել է նախկին նախագահ Թրամփի հետ, որն իր երախտագիտությունն է հայտնել գաղտնի գործակալներին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին եւ փոխնախագահ Քամալա Հարիսին տեղեկացրել են միջադեպի մասին։ Նրանք հայտնել են, որ թեթևացած են, որ Թրամփն ապահով է։ Խարկովում կիրակի օրը բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով վիրավորների թիվը հասել է 42-ի, այդ թվում 4 երեխա զոհվել է 1 մարդ։ Ավելի վաղ հաղորդվել էր 30 վիրավորի մասին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շենքում բռնկված հրդեհի լուսանկարներն է հրապարակել, տեղեկացնելով մասնավորապես, որ հրդեհ է բռնկվել շենքի 9-ից 12-րդ հարկերում, կան ավերածություններ, վնասվել են նաև հարակից մի քանի այլ տներ։ Հաղորդվում է, որ Խարկովի վրա կառավարվող ավիառումբեր են նետվել, ռուսական կողմը չի մեկնաբանել հարվածը։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ գիշերը ռուս զինվորականները հարվածել են երկրին 2 Իսկանդեր-M բալիստիկ հրթիռներով եւ 1 կառավարվող X-59 հրթիռով։ Գործարկվել է նաև 14 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է խոցվել 1 X-59 հրթիռ եւ 10 հարվածային անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի կառավարությունը պետք է դառնա առաջատարը Ուկրաինայում պատերազմի ավարտի հարցում, խաղաղության ծրագիրը չպետք է պարտադրվի երկրի դրսից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Ես կարծում եմ, որ խաղաղության ցանկացած ծրագիր, որը նպատակ ունի էապես խաղաղություն պարտադրել Ուկրաինայի ժողովրդին, որը հակասում է ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության, ժողովրդավարության եւ ազատության հիմնարար սկզբունքներին, արդար եւ կայուն չէ, ասել է Սալիվանը։ Նա նաեւ հայտարարել է, որ Վաշինգտոնը մինչեւ սեպտեմբերի վերջ կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։ Իսրայելը բարձր գին կպահանջի իսրայելական հողի վրա հարձակման համար, հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Իրանի հետ առնչվող հութիները, որոնք վերահսկում են Եմենի հյուսիսը, հրթիռ են արձակել, որն առաջին անգամ հասել է Իսրայելի կենտրոն, հարվածելով Ամայի տարածքին։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Կառավարության ամենշաբաթյա նիստում Նեթանյահուն նաև ասել է, որ Իսրայելի հյուսիսում ներկայիս իրավիճակը չի շարունակվի եւ որ ինքը վճռական է ամեն ինչ անել հյուսիսից տարհանված մարդկանց իրենց տներ վերադարձնելու համար։ Կենտրոնական